Արդյոք Փաշինյանի աղմկահարույց բաժանությունը նախընտրական շոու էր։ Հա, դա շոու է։ Սաղեր գլխի են ինչ է ուզում ասել։ Իրանց ունեցվածքը տհենել է երևի։ Վայ, ես դա չեմ հավատում, ես չեմ հավատում։ Դա հերթական բաներ է, դա գիտեք ոնց, դա փախուստի մի ձև է, կամաց, ոնց որ ընտանիքով կոպիտ ասած։ Ոնց ասեմ, չեմ ուզում սենց ասեմ։ Չէ, դա հերթական փախուստի ձև է։ Վերջում էլ ինքը կգնա։ Եթե չընտրվի, վերջում էլ ինքն է գնալու։ Կայս փախուստի թե ունեցվածքը երկրից դուրս տանելու տարբերական։ Դե դա էլ կտանի։ Ու լսել եմ, որ տարել են։ Դա էլ կտանի, բան չկանի։ Հիմա ինքը արդեն կամաց դասավորված կլինի։ Հիմա կպատրաստվի, տենց միամիտ չի, տենց չի մնա։ Դա ուղղակի ժողովրդից զբաղացնելու մի բանա, որպեսզի շեղեն ժողովրդին այն հիմնական այն արտաքին քաղաքականություն, որը որ կատարվում է Հայաստանում եւ ամբողջ աշխարհում ընդհանրապես։ Դա ֆիկտիվ բան է։ Իրոք, ինչու բաժանվեցին բաց։ Կարող են նրանց գումարներ ունեն, նրանց տներ ունեն, որ չեն կարամ գրանցեն։ Ստիպված պետք է բաժանվեն։ Այդտենց հարցեր կա, ես չեմ կարող լրիվ ասել։ Բայց դե սխալ է։ Հայաստանի Հանրապետության վարչապետը բաժանումի կնոջից է։ Դա ճիշտ չէ էլի։ Փողերը տարավ շատ կներես կարող է Գալստյանը ինձ բռնեն տանեն։ Երևի չեմ անում։ Իհարկե արդար չէր։ Միտով միացած էին, մեր բաժանվեցին, շատ կներեք։ Ինչ էին, նրանք զակոն մի ամուսնացած չէին։ Այ 55 տարվա ամուսնացած ենք։ Այ էսա թուղթու գրիչով ամեն ինչին, տարապելով ապրել, հարմարվել, ապրում ենք, սլավը тебе Господи։ Չէ, իհարկե, հարմար չի, իհարկե։ Անիքը եւ ունեցվածքը երկրից դուրս անելու նպատակ ուներ։ Մա երևի, միակ, ուրիշ ես բան չեմ տեսնում։ Գնաց Իսպանիա, գնաց Չինաստան, գնաց չգիտեմ որ գրողի ծոցերը, միլիոնավոր բաները գցում էր, զարդեղենը գցում, սունկանները ցուցադրում, հետո Դերել կան ինչ-որ մի ձևական բաներ, շատ լավ էլ ոչ էլ տրանսաններ ուզում եմ լսել։ Հասկացաք, մի բառով ասած էլ երկուսն էլ կյանքում իրար գտել են, մենակ հայերին վնաս գործողություններ են կատարում, ուրիշ ոչ մի բան։ Ես չեմ ասում Ղարաբաղցիներ են, դե Ղարաբաղցիները համար հասկանալի է, դες ինչ ասում, առհավետ բառն օգտագործում կապուտո հայ ազգի աստված վերեստու ասում Ղարաբաղցիները պիտապ են Հայաստանում առհավետ, այդ առհավետ բառը ինչի ասում, ոչ ոք առհավետ բառը ոչ ոք իրավունք չունի, ամեն ինչ փոփոխական է, բայց նա առհավետ արդեն հայտարարում է, որ Ղարաբաղցիները Ղարաբաղը չխոսեն, դա պատերազմա, դա սենցանանցա, թույլ դատողները դեր մարդ պետք լինի, որ հավատա որ դա տենց է։ Չի կարելի օրինակ այդ Թեկուզ Սամվել Կարապետյանը կամ հենական էլ թեկնածուներ, որոնք առանց պատերազմի բացինչա համար մասիսարանք ցանեն, ինչա որ արեմության Հայաստանի մեջ ցանեն։ Ովշմ նրա խոսակցությունը ինձ ոչ է դուր չգալիս, այլ զզվեցնում է, հասկացաք։